Երանի մի օր էլ Էրիկը գար։ Պատկերացրու այդքան ժամանակ այնտեղ ենք եղել, բայց չի ստացվեց հանդիպելը։ Էրիկը շատ ա ուզում գա, բայց Լավ Շուշի ջան, այդքան մի նեղվեի։ Շուշան շատ ճիշտ է ասում Դավոն։ Ինձ թվում է կարող է մի քիչ էլ սպասենք, երոնը այսեն շատ հաճելի է անակնկալանի բոլորիս։ Լավ, մի րոպե։ Ջորջան, բացի այս բարոյա հոգեբանական անակնկալից, ինչ որ նյութական բան բերել ես, ինձ։ Չէ, Թորոջան, չստացվեց կներես։ Ուղղակի տենց արագի մեջ ամեն ինչ եղավ, չկարծա քեզ նվեր բերեմ։ Ինչպիսի հիասթափություն։ Լավ, կատակ եմ անում, վաղը բոլոր նվերները կստանաս։ Այսինքն մի հատ չի, մի քանի հատ է։ Հաճելի է։ Բայց դու ինչ շահամորն ես, չոփ։ Առաջոքն այդ հարցը մենակ աղբորպես ճիշտը կասես, էլի։ Ավելի շատ ուրախացել ես, որ այդքան նվերներ ունես, թե որ Ջորջն է եկել։ Թող այդ մի բանն էլ գաղտնիք մնա։ Իսկ հասով շատ ուրախ որ Ջորջը եկել է։ դե դրա համար ճիշտ կլինի իրենց մենակ թողնենք մի քիչ շփվեն ու կարոտներն իրարից առնեն։ Համաձայն եմ։ Սրանք որ սենց չեն խոսում, ներվերս խախտվում է։ Հա, իրանց ընենց են ցույց տալիս, ոնց որ բոլորի մասին մտածում են։ Լավ, հանգստացեք երեխեք, լավ։ Լավ մի րոպե, մագա արդեն մեր գնալու ժամանակն է։ Ջորջ ջան, շատ հաճելի էր որ իրար տեսանք էկրանից այս կողմ, էլի կշփվենք ախպերես։ Իրոք հաճելի էր։ Ջորջ, բա դասի գալու ես վաղվանից։ Հա, վաղ բաման գալու եմ։ Շատ լավ ախպերես, ուրեմն վաղը կտեսնվենք։ Լավ մնա, Ջորջ։ Ապրես շատ որ եկար։ Ու նվերներս վաղը չմոռանաս։ Հիմա գնանք։ Դավ։ Պակա։ Բակա երեխեք։ Պակա։ Նաշ հիմա լուրջ ուզում ես հասկանաս, թե իմ ու Միշոյի մեջ ինչ հարց կարա լինի, հա։ Իրականում չէ, որովհետև արդեն հասկացել եմ, որ ցանկացած իրավիճակում կարաք իրար կոկորտ կրծեք։ Մի քիչ մեր շփման մեջ եղբորոտ անունը որ քիչ տաս, մթնոլորտը այնքան ջերմ կլինի։ Արա ինչ ես անում մինչև հիմա աստեղնա չի տուն չես գնացել։ Սպասում էի քեզ, որ գաս իրար հետ գնանք։ Չնայած Տիկոն առաջարկեց սիրով տուն ուղեկցել։ Լավ չես Նարը ջան։ Չէ, շատ լավ եմ, ինչի։ Չնայած քուրդ, հա, բայց իմ դասարանի աղջիկների հետ տենց մի խոսա։ Տիկո, դու կարաս ինձ չսովորացնես ես իմ քրոջ հետ ոնց խոսամ։ Քո գործերով եղի դու։ Միշտ լավ էլի հիմա էլ էստեղ կռիվ մի սարքեք։ Դասարանում քիչ էր, հիմա էլ էստեղ։ Լանջոին մեզ միանգամից բակից դուրս կհանի։ Մարի ջան, ընդամենը խոսում ենք։ Հա էլի, ընդհանրապես ասում խոսում ենք։ Իբր մենք չգիտենք ձեր ասել խոսալու վերջի ինչ ա լինում։ Երեխեք լավ, ես գնամ, քանի չոփը չի եկել նորից ինձ կպել։ Բակա։ Պակա։ Իզուր ես Տիկոյի հետ տենց խոսում։ Համաձայն եմ։ Երեխեք ջան, ես ոնց պետքա տենց էլ խոսում եմ։ Ես մտածում եի առավելույթ հետո հաշտվել եք։ Հանես չի չենք հաշտվել, բայց դա չի նշանակում, որ ձեր շուրջը պետք է ամբողջ օրը պտտվի։ Վայրենի ես։ Միշ ես տուն եմ գնում։ Սպասի հեսա բոլորով կքայլենք Նարը ջան։ Ավելի ճիշտ, հեսա երեխեքին կճանապարհենք, իրար հետ կքայլենք տուն։ Դու գնա ճանապարհի, ես կարամ մենակ գնամ։ Միշ, դու Նարեի հետ գնա, մեզ ճանապարհել պետք չի, ես ու Շուշին կգնանք։ Հենց չի լինի, Մարի ջան, ասում եմ բոլորով կքայլենք, ձեզ կճանապարհենք, հետո մենք կգնանք տուն Նարը։ Միշ ընկերուհուց ճանապարհի, ես տանտեղը գիտեմ։
Լիդիա։ Ինչքան եմ ես զգում քո կարիքը։ Քո այդ չարաբաստիկ հիվանդությունը ինձ մենակ թողեց այս անկառավարելի երեխաների հետ։ Ինչքան եմ ես քո կարիքը զգում հիմա։ Մտեք։ Կանչել եք Տիկին Անջունի։ Նստեք, Տիկին Արևշատյան։ Եկեք խոսենք ու հասկանանք, թե ինչ պատիժ կարելի է կիրառել քո այդ անկառավարելի դասարանի նկատմամբ։ Տիկին Լանջոնի ամենայն հարգանքով, բայց ես չեմ կարծում, որ իմ դասարանը երեխաներն են Տիկին Մկրտչյանի հետ պատահածի հեղինակը։ Այդ նրանք են քեզ համոզել Արևշատյան։ Ես պարզապես ապշում եմ նրանց նկատմամբ ունեցած քո կույր հավատից։ Ես դες վստահեցնում եմ, որ իմ հավատը կույր չէ։ Ես պարզապես վստահում եմ իմ դասարանի աշակերտներին։ Իհարկե։ Դու հիմա ինչ ասես կասես, որ արդարացնես այդ անպատկառներին։ Տիկին Լանջոնի, ես կխնդրեի, որ ավելի կոռեկտ արտահայտվեիք իմ դասարանի հասցեին։ Դու այդ ինչպես ես խոսում ինձ հետ։ Ես պարզապես ես խնդրում եմ, որ դուք չմեղադրեք նրանց մի բանում, որում նրանք մեղավոր չեն։ Եվ այնուամենայնիվ ավելի նրբանկատ նրանց հասցեին արտահայտվեք։ Դե թե դասղեկը այսպես խոսի, երեխաներն էլ նման կերպ կվարվեն, ուրիշ ինչ կարելի է սպասել։ Ես խոսել եմ իմ դասարանի աշակերտների հետ։ Մենք գիտենք, որ նրանք շատ աշխույժ են եւ երբեմն կարող են անկարգություններ անել, բայց այս անգամ նրանք նույնքան զարմացած էին, որքան մենք, Տիկին Լանջոնի։ Դու պարզապես կույր հավատ ունես եւ վերջ։ Միայն դու ես, որ հավատում ես նրանց։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ հավատը կույր չէ։ Պարզապես ես վստահում եմ իմ դասարանի աշակերտներին։ Մենք նույն երեխաների մասին ենք խոսում, ինչ որ չեմ հասկանում Արևշատյան։ Այո, Տիկին Լանջոնի, 11 այի մասին ենք խոսում, իմ դասարանի։ Այսինքն դու կարծում ես, որ Մկրտչյանը ստում է, իսկ երեխաները ոչ։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ես պարզապես հավանական եմ համարում, որ հնարավոր է ինչ-որ թյուրիմացություն է եղել։ Բայց պնդել, որ այդ պատմության ետևում իմ դասարանի աշակերտներն են կանգնած, ես այդպիսի բան չեմ կարող թույլ տալ։ Արևշատյան, դու հիշում ես, չէ՞, որ այս դպրոցի տնօրենը դեռ ես եմ, ու թույլ տվող չտվողն եմ ես։ Ամենայն հարգանքով իհարկե Տիկին Լանջոնի, բայց լինեք տնօրեն թե նախարար, ինձ համար նշանակություն չունի։ Ես թույլ չեմ տա, որպեսզի երեխաների թևերը կտրեք։ Իմացեք, որ ես մինչև վերջին ճիգը նրանց պաշտպանելու եմ։ Անպատկառ։ Գիտես չէ, քեզ սենց նայում եմ ու հավատս չի գալիս որ ստեղես։ Ոնց որ օթերում լինեմ։ Ուրեմն սուրպրիզը ստացվեց։ Հա, բայց գոնե պիտի ինձ ասեիր։ Ինչ որ ակնարկ գոնե անեիր։ Եթե ասած լինեի, սուրպրիզը չէր ստացվի։ Կարևորը հիմա ստեղ եմ, քո կողքին։ Չես պատկերացնի ոնց է քեզ կարոտել։ Ես էլ։ Գիտես չէ, արդեն ինչ որ ուսումնական ծրագրեր էի փնտրում, ուսումնասիրում էի։ Մտածում էի ուսումս Ամերիկայում շարունակեմ։ Մենակ թե քո կողքին լինեմ։ Չէ, հաս, դու չես դիման Ամերիկայում։ Հայրենիքից դուրս։ Դե, եթե դու կարող ես, ես էլ կկարողանայի։ Ես քեզ ճանաչելով եմ ասում։ Ես որ այդ կարոտին չի դիմացա, դու էլ հասա չես դիմանա։ Դե ես այդ մասին երբեք չեմ մտածել։ Երբեք չեմ ուզել իմ երկրից դուրս ապրեմ։ Ուղղակի որ այնտեղ էիր, քեզ շատ էի կարոտում։ Իմ համար կարևորը դու ես։ Տեսար երեխեքը ոնց էին ուրախացել, որ եկել ես։ Հա, ես էլ էի իրանց շատ կարոտել։ Ու չես կարա պատկերացնես, այդ ինչ աննորմալ զգացում է։ Դե ինձ թվում է կարոտա ամեն տեղ էլ նույն ձևը։ Չէ, հաս, այդ բացատրելու բան չի։ Ոնց ասեմ, պատկերացա ոնց որ ձուկ լինես, ով ջերից դուրս ապրում։ Այսինքն Դե ձգին ոնց է, որ թթվածին չի հերիքում։ Ինչ որ մի բան կորցրել ես ու չես գտնում տեղդ։ կարևորը հիմա դու քո տեղում ես։ Այո, քո կողքին ու իմ հայրենիքի մեջ։ Հորոց։ Հա։ Իդ ինչ ես անում։ Սաղիկներն էի ջրում, ի՞նչ եմ անում։
Այ հարավը քեզի Թորոս ջան։ Մի պահակի աշխատավարձով պահակություն անում ես։ Ծաղիկները ջրում ես։ Դպրոցում մի բան փչանում է, օրակ գնում սարքում ես։ Այ իսկական տղամարդ ես, Ափսոս տեղը չգիտեն, Ով ասեց չգիտե։ Շատ լավ էլ գիտե։ Բայց հենց պրեմիայի անուն եմ տալիս, թաշկինակներն են անում։ Թորոս, վերջի անգամ երբ ես պրեմիա ստացել։ Դավիթ բեկի ճակատամարտից հետո տես բան չեմ հիշում։ Եթե դու չես հիշում, իդի նշանակում է, որ լանջունին էլ ասկի չի հիշում։ Ասում եմ, ես երկու օրը մի հատ հարմար օրից գտի, Թորոս ջան, մոտեցի մի հատ թեթևակի օրին ակնար կարա։ Լավ բան ես ասում։ Այո, ինչու՞ չէ որ։ Մի պրեմիա տային Թարլանից վերցնեի գնայի մի քանի օրով հանգստանալու։ Առավոտի ծիրիկուն չարչարվում ես համար։ Տուն, տեղ, ճաշ, մաշ, լվացք։ Մենք էլ ոչ մի բան չենք անում իր համար։ Տուն չի ոչ մի բացարձակապես ոչ մի բան չենք անում։ Այ Թորոս, դու իսկական տղամարդ ես, որտեվ իսկական տղամարդը իր Թարլանին պետք է բամբակի մեջ փոխա, բամբակի։ Այո, դու ճիշտ ես ասում։ Այո։ Օրցերության տղամարդու կողքին կանգնած տիրություն անող մենակ իր կողակիցն է։ Մենակ։ Այ եթե սա տղամարդը շուտ հասկանա, անմիջապես երջանկանալու է։ Թորոս ջան, ես զգացել եմ քո ամեն խոսալուց, երևում է, որ դու քո կնոջը շոտ ես սիրում, ասենք շոտ ես հաշվի առնում։ Այո, իհարկե, շատ եմ սիրում, համ էլ մեր մեջ մնա, վախենում եմ, շամպես վախենում եմ, մի թարս բան անեմ, մի տարի քաթիցս կպեի։ Վայ Թորոս, լսալը։ Մի հատ բան հարցանեմ, բայց ողբորպես անձի ճիշտը կասես։ Էջ եղելա, որ կնոջիցը թաքուն, ասենք մի հատ ընկերուհի բան ունեն ասելի, Երբեք, իհարկե, ճիշտ է, եղելա, որ հրապուրվեմ մի սիրուն աղջկանով, մի սիրուն աչքերով, մի անգամ նույնիսկ սուրճի եմ հրավիրել, մի անգամ էլ այնպես էի հրապուրվել, նույնիսկ կինո եմ տարել, կինոն նայել ենք, բրծել, հետո տուն եմ ճանապարհել։ Բա հետո։ Հետո էլ ես տուն գնացի։ Էլ ինչ հետո, այ տղա։ Ես իմ ընտրությունը հարգում եմ, հասկանում ես, թե չէ։ Երբեք աշուձախ չեմ նայում։ Ես իմ կնոջը չեմ սիրում, պաշտում եմ։ Լավ, Թորոս, այդ ձեռիդ դույլը մի կողմտի, արեթան բուֆետ մի հատ նորմալ կոֆե խմենք իրար հետ։ Ամեն ես քեզի մեր նոր Թարլանի գծոնոթացանեմ։ Թարլաննովը։ Վայ, մեր բուֆետի նոր աշխատողը Թորոս ունեն սիրուն կինո, իմ օրև ձեր թվում է դրա ձեռի կոֆեն, սուպեր խամով կոֆե կլնի, արի։ Դե, ես տնեմ տեղը կամ։ Դիր, արի։ Չես պատկերացնի, որքան զայրացած եմ այդ աշակերտների վրա։ Այսօր 4 գլխացավի դեղ եմ խմել, բայց գլխացավս չի անցնում։ Իսկ ես ինչ ասեմ։ Դու գիտես ես քանի ամիս էի պատրաստվել այսօրվան։ Իսկ այդ հոտածուկը, ոչ, ավելի ճիշտ դու փչացրեցիր իմ այս ամսվա տանջանքը։ Եթե այդ հոտածուկը ճնկներ իմ գլխին, իմ տրամադրությունը ավելի բարձր կլիներ։ Ֆարադեի հարգելիս, եթե ես իմանայի դու ներքևում կանգնած ես, նման բան կանեի։ Ես չգիտեմ, բայց դուք արել եք։ Դուք դրանով ջարդու փշուր եք արել իմ ամբողջ տրամադրությունը, հոգեվիճակը ու իմ նայեք սթայլը։ Ամեն ինչում այդ լակոտներն են մեղավոր։ Բայց այդ լակոտները ինձ ոչ մի վատություն չեն արել, չէ՞։ Բայց ամեն ինչում իրենք են մեղավոր։ Եթե նրանք այդ ձուկը չբերեին դասարան, չգցեին իմ պայուսակի մեջ, ես էլ չէի վերցնի, զայրացած եւ չէի ներ։ Ես չեմ ուզում լսել, խնդրում եմ, ես չեմ ուզում նորից վերապրել այդ տհաճ պահը։ Ֆարադեի, ես հասկանում եմ քեզ, բայց դու չկասկածես, ես այնպես կանեմ, որ Արևշատյանի դասարանի երեխաները անպայման կստանան իրենց պատիժը։ Բորենիներն այս անգամ իմ ձեռքից չեն բրծվի։ Կներեք իհարկե տիկին Մկրտչյան, որ խառնվում եմ, բայց
Ֆարադեյը շատ պարզ ասեց, որ երեխաները կապ չունեն այս դեպքի հետ։ Ընդհակառակը, այդ ձկանլեշը դուք եք գցել Ֆարադեյի գլխին։ Չէ՞ Ֆարադեյ։ Այո, հենց այդպես էլ եղել է, եւ ես ստացել եմ բարեա հոգեբանական տրավմա։ Ես ցավում եմ Ֆարադեյ։ Չգիտեմ ձեր ինչն է ցավում, բայց իմ գլուխն է ցավում։ Չգիտեմ ցավում եք թե չէ, բայց եթե դուք Տիկին Մկրտչյան անընդհատ պատիժ պահանջեք երեխաների համար, ուրեմն դուք էլ անպատիժ չեք մնա։ Չհասկացա, ինչ ես ուզում դրանով ասել դուխիկ։ Այն որ Ֆարադեյը կգնա Տիկին Լանջունու մոտ եւ կասի, որ իր այսօրվա սանրվածքի տրամադրության փչացման հեղինակը եղել եք դուք։ Այո, իհարկե ես կգնամ եւ կասեմ։ Այսինքն, դուք ինձ սպառնում եք։ Լավ էլի Տիկին Մկրտչյան։ Ես ամեն ինչ այնքան պարզ ասացի, որ չհասկանալու տեղ չմնաց։ Իսկ հիմա մենք պետք է գնանք Ֆարադեյ, ես քեզ հետ գործ ունեմ։ Մեծ սիրով հարգելի դուխիներ։ Ինչ ես մտածում։ Մարս այնպես դեմք ես ընդունել, ոնց որ սաղ աշխարհի դարդերը քեզ են տվել։ Դե սաղ աշխարհի դարդերը չէ, բայց մամայի մասին եմ մտածում ու շատ նեղվում։ Ինչի պետք է ինչ-որ մեկի հիմարության պատճառով մամայի վրա խոսակցություն կա։ Դե հասկանում եմ իրականում լավ բան չի եղել, բայց չի կարելի այդքան կենտրոնանալ մենակ դրա վրա։ Ժամանակը կանցնի, ամեն ինչ կհարթվի։ Ուֆ միշ, ինչը պիտի հարթվի։ Լանջունին էլ համբերություն ունի։ Հա, բան չասեցի, ունի, բայց օրինակ դու ինձ լսես, կարաս մի քիչ նորմալ լավ բաների մասին մտածես, որովհետև այս տեմպերով դու ոչ մի դրական քայլ չես անելու այդ ուղղությամբ, sense տխուր քայլելով։ Կարաս մի քիչ ուրախ լավ բաների մասին հիշես, ժպտաս։ Եկեք լավ մի քիչ արագ քայլենք, էլի։ Բայց ոչ միտեղ չենք շտապում, ինչի արագ քայլենք։ Պիտի գնամ աշխատանքի եմ։ Իսկ ես ուզում էի մենք մի քիչ զբոսնենք։ Մարս դու գիտես ինչ ծանր է իմ համար քեզ մերժելը, բայց չեմ կարա։ Այն փոխարինողը զանգել ասել է այսօր չի կարա գնանք, այս ժամից պիտի ավտոլվացման կետում լինեմ արդեն։ Ափսոս։ Մարս ոչինչ, աշխատանքից հետո կգամ, ինչքան կուզես կզբոսնենք։ Բա հոգնած չես լինի։ Ես ինչքան էլ հոգնած լինեմ, քեզ տենում եմ լրիվ ուժերս վերականգնվում։ Չգիտես։ Բայց մեկա, տուն գնալու հավես չունեմ։ Ուրեմն կգնանք մեր տուն։ Չէ, ավելի լավ արի գնանք մեր տունը մոտիկ է։ Կնեղանամ, եթե չգաս։ Հազիվ ենք հաշտվել, ինչ նեղանալ։ Դե եկեք քայլենք ճուշանամ։ Հա։ Բարև ձեզ։ Ինչպես է անցնում ձեր առաջին աշխատանքային օրը, աղավնի ջան։ Շատ շնորհակալ եմ, շատ լավ։ Երեխաները չեն թողնում, որ ես ձանձրանամ։ Իսկ կարող ենք վայելել ձեր համով սուրճից։ Իհարկե կարող եք։ Ես հիմա մեծ սիրով ձեզ համար սուրճ կպատրաստեմ։ Մենակ թե մեկ վայրկյան խնդրում եմ սպասեք, աղավնի ջան։ Ես ուզում եմ ձեզ ծանոթացնել իմ լավագույն ընկերոջ հետ։ Ուրեմն այս մարդը Թորոսն է։ Մեր դպրոցի սիրելի քեռի Թորոսը։ Գիտեք, ինքը այս դպրոցի շունչն է։ Իհարկե, այս դպրոցի թևն ու թիկունքն է Թորոսը, աղավնի ջան։ Իրան սիրում են բոլորը։ Այդ փոքր դասանի աշակերտներից մինչև տնօրենություն։ Նույնիսկ այնքան շատ է սիրում, որ երբեմն ես էլ եմ նախանձում։ Լավ էլի, բարեղամյան։ Էմսի բաներս ասում արդեն սկսում եմ ամաչել։ Չէ, մի շտապիր Թորոս ջան, դեռ կհասցնես ամաչել։ Ինչի՞ է դիչ պիտի ասես, որ ես էլ ամաչեմ։
Դե հիմա կասեմ կլսես։ Մի բան եմ ձեզ ուզում խնդրել Աղավնի ջան։ Եթե Թորոսը առանց ինձ կգա բուֆետ, իրան երես չտաք։ Ինքը միանգամից աստառնել հետն է ուզել։ Հա, ու Թորոսը նաև մի թերություն ունի։ Այնպիսի թերություն, որ ոչ մեկ չգիտի, ասեմ ավելի, մենակ ես գիտեմ այդ թերության մասին։ Մեկը։ Ահա որ կնամոլա, ահա որ լուրջ եմ ասում, ասենք հենց սիրուն կինա տեսնում, չէ, միանգամից չոքերը թուլանում, խառնում է իրար, բախտը բերել է, կնոջից շատ է վախենում, թե չէ Թորոսին բռնել չէր լինի։ Բա Աղավնի ջան։ Վերջ, ես արդեն ամեն ինչ ասեցի, այ հիմա արդեն կարող եք սուրճ պատրաստել Աղավնի ջան։ Նիչան, հիմար կատականում բարեղամյանը, տեսակ բան չկա, չգիտեմ ինչի է այդ տեսակ բաներ անում, ես շատ պարկեշտ մարդ եմ, Աղավնի ջան։ Մենք դեռ կպարզենք, այդ բարեղամյանը կատակ էր անում, թե լուրջ լսում։ Անդրամադիր ես։ Չէ։ Ավելի ճիշտ մի քիչ։ Ջորջի գալը այնքան հիշողություններ արթնացրեց մեջս, այնքան զգացողություններ մար։ Շուշ, հասկանում եմ, որ կարոտել ես Էրիկին։ Բայց տես Հասմիկն էլ չգիտեր, որ Ջորջի թեման ուրիշ է։ Էրիկը որ… Ինչ։ Կասեմ, բայց խոստացի, որ չես նեղանա ինձնից լավ։ Լավ ասա։ Չէ, խոստացի, որ ոչ էլ կվիճես հետս։ Լավ, Շուշի, խոստանում եմ։ Էրիկը, որ իմացավ ամեն ինչ գիտես, որ դու քույր ու եղբայր եք ու չվերադարձավ, մտածում եմ, որ էլ չի էլ գա ինքը։ Ճիշտ չես, դու իր համար շատ կարևոր մարդ ես, Շուշի։ Դու երևի չգիտես, թե դու ինչքան կարևոր ես Էրիկի համար։ Ու մար գիտես, Էրիկը ինչքան է նեղվում, որ իր զանգերին չես պատասխանում ու չես շփվում հետո։ Չեմ շփվում, որովհետև չեմ կարող։ Բայց ինչի։ Շուշի, ես չգիտեմ Էրիկի հետ ինչ խոսեմ։ Ես չգիտեմ ոնց են շփվում եղբոր հետ։ Դասերը վերջացել են, իսկ դու մինչև հիմա ստեղ նստած ես։ Ինչ ա եղել։ Ոչ մի լավ բան։ Երեխեքի հետ խոսել ես։ Եվ խոստովանել են, թե տրագիկոմեդիայի սցենարիստը ով է։ Ասում են, որ իրենք ոչ մի կապ չունեն դրա հետ։ Ու գիտես ինչ, ես հավատում եմ։ Իրենք դման բան չէին անի։ Փաստորեն անկարգներից հաջողվել է քեզ համոզել, որ իրանք կապ չունեն այս ամենի հետ։ Կարծում եմ այս անգամ իսկապես ճիշտ են ասում։ Գիտես, ես արդեն նրանց այնքան լավ եմ ճանաչում, որ կարողանում եմ տարբերել երբ են ճիշտ խոսում, երբ սուտ։ Եվ մտածում եմ, որ այս անգամ չեն ստում։ Այդ նշանակում է, որ ինչ-որ մեկը քո դասարանի երեխեքի վրա ատամ ունի։ Անուշ,
Դու լուրջ չես մտածում, չէ՞, որ ձուկը Սևանից ինքնուրույն դուրս է եկել, դες ճանապարհին գալով փտել է, դες փտածեկել մտել է Մկրտչյանի պայուսակի մեջ։ Ես կպարզեմ, թե ով է այդ ամենը կազմակերպել։ Լանջունին էլ է ստիպել, որ գտնեմ մեղավորին։ Ու ես կգտնեմ։ Ու չեմ կարող թույլ տալ, որ անմեղը պատժվի։ Ուղղակի դեռ չեմ պատկերացնում, թե որտեղից պետք է սկսեմ։ Լավ, այդ միասին կմտածենք չանհանգստանաս։ Իսկ հիմա վեր կաց գնանք, որովհետև Թորոսը կարող է մտածի դպրոցում էլ ոչ ոք չկա, դուռը փակի գնա տուն, դե իսկ դու էլ ֆոբիա ունես, չէ՞, ինձնից փակ տարածության մեջ ինձ հետ չես ուզում մնալ, չէ՞։ Ոնց պատտվում ես, միևնույն է ինձ համար ես անհանգստանում, հա։ Կներեք էլի, բա ում համար անհանգստանամ ու ում մասին մտածեմ։ Ու սովորի միշտ տենց է լինելու։ Ինչ էլ կատակելու հավես ունես։ Բայց ինչ-որ մեկ ասեց, որ կատակում եմ։ Լավ էլ Իվան, իրոք չես հասկանում, թե ինչ ծանր վիճակում եմ։ Հասկանում եմ, ուղղակի չեմ հասկանում, թե քո դասարանում նստելով ոնց ես քո կամ երեխեքիդ վիճակը թեթևացնելու։ Ես մտածում եմ։ Լավ։ Դու ինչ ես անում։ Մտածում եմ քո պես։ Ձեռ ես առնում։ Չէ, պարզապես ուզում եմ հասկանամ, այս դեմքով սենց նստելով ինչ ես հասնելու։ Ինչ անլուրջ մարդ ես բայց դու։ Ես ուղղակի զարմանում եմ, ինչպես է նման անլուրջ մարդը այդպիսի լուրջ աշխատանքով զբաղվում։ Դե իմ ղեկավարները քո նման մանրակրկիտ չեն ուսումնասիրել ինձ ու իմ բռի էությունը։ Ու անտաշ։ Լաչար։ Վեր կացա։ Ինչի։ Գնատուն, որ նյարդերս չքայքայես։ Կգնամ մենակ քեզ հետ, առանց քեզ ոչ մի քայլ։ Ես չեմ հասկանում, ես քեզանից չեմ ազատվելու երբեք։ Անկեղծ։ No։ Հա, իմիջայլոց իրերդ արդեն հավաքել ես, թե գամ օգնեմ հավաքես։ Դու ես ինչ տեսակ մարդ ես, Վան։ Ինչ տեսակ։ Մեղմ ասած տարօրինակ։ Տեսնում ես, որ տրամադրություն չունեմ, միևնույն է քոնն ես առաջ տանում։ Լսի, սովորություն դարձրու, իմ չէ, մեր, ես չէ, մենք, այ սենց մտածես ու արտահայտվես, լավ։ Ես ուղղակի ինձ քեզ խորհուրդ, ուզես գալու ես դրան։ Գիտես ինչ բան։ Ինչ։ Ոչինչ։ Ես այդպես էլ գիտեի։ Մար, ինչ է նշանակում Էրիկի հետ չգիտեմ ոնց շփվել։ Ախր դուք իրար շատ լավ հասկանում եք, իրար շատ սիրում եք։ Ինչ նախնդիր է, որ չեք կարողանում շփվեք։ Ինձ թվում է բոլորը փոխվել են, երբ Կարոն ինձ ասաց այդ մասին։ Անկամ իմ մտերիմ մարդիկ են փոխվել։ Չէ, դու սխալվում ես, Մար։ Էրիկը քո հարազատ մարդն է, քո հոգին։ Ոնց կարող ես մտածել, որ այս իրականությունից հետո Էրիկի մոտ ինչ-որ բան է փոխվել։ Ես եմ փոխվել, ոչ թե Էրիկը։ Դու ուղղակի էմոցիաների տակ ես, թե չէ դու նույն լուսավոր մեծահոգի Մարին ես։ Շուտ մոռացար, հա, թե ոնց էի վարվում ձեր հետ։ Չէ, ես ոչ մի բան չեմ մոռանում։ Շուշի ջան։ Կարամ մի բան էլ ասեմ։ Հիմա որ ասեմ չէ, չես ասելու։ Չէ, այս մեկը հաստատ կասեմ։ Լավ, ինչ։ Գիտեիր, որ Կարոն հիվանդ է։ Էլ չեմ ուզում ոչ մի բառ լսեմ։ Մար, մինչև վերջ լսի, տես ինչ եմ ասում։ Գիտեմ, ասելու ես գնա տեսակցության։ Չէ, ուղղակի ուզում եմ հասկանամ անհանգստանում ես իր համար։ Չէ։ Չեմ հավատում։ Ես չեմ ուզում մտածեմ իր մասին, ու ոչ ուզում եմ լսեմ, ոչ իմանամ իր մասին ընդհանրապես։ Էրիկը խնդրել է, որ մի քանի բան տանեմ իրանց տուն։ Կարող ուզես իմ հետ գաս։ Շուշի ձեռ ես առնում ինձ։ Չէ, ուզում եմ լավամարդ լինեմ, համ քո մոտ, համ էլ Էրիկի։ Արի դու մի խառնվի, թե չէ էլի կնեղանամ։ Խոստացել ես, որ չես նեղանամ։ Սրանից հետո իմանալու եմ ինչ ես ուզում հարցնես, հետո նոր խոստանամ քեզ։ Աղջիկներ, չեք գալիս։ Հեսա կգանք, տատ։
Բայց ես ու Շուշին դուրս են գալիս, մի քիչ այգում կքայլենք, մինչև դու կմիանաս մեզ։ Սիրում եմ քեզ։ Միշան չպատասխանեց։ Գրել է, 2 ցտի կա ուղարկել։ Այդքան է։ Դե հա, երևի գլուխը խառն է, ամեն Միշոն չգիտես, չի սիրում երկար բարակ գրել։ Էրիկն էլ էր տենց մինչև գնալը, իսկ հիմա ամեն ինչի մասին խոսում ենք։ Շուշ։ Հա։ Իմ մասին էլ է հարցնում Էրիկը։ Ամենաշատը, Մարը, ամենաշատը քեզնից է հարցնում։ Իբրես ինչի համար էր։ Էս ուղարկում եմ աներո չես, որպեսզի թե մենք ինչքան սիրուն զույգ ենք իրար հետ։ Դու պատկերացնում ես, չէ՞ ես ինչ կանեմ դրանից հետո քո հետ։ Չանես տենց բան։ Լավ, տղուս ուղարկեմ, թե տեսնի ուրախանա, եթե ուզում ես պապունը ցույց տա։ Ոայ Սիմոնյանն էս ինչ օրը գցեցիր ես դու։ Ես քուն Վայ, Լանջունի ջան, ես գնում եք։ Միշոն բոլորին խանգարում է։ Ինքը միշտ փչացրել է իմ կյանքը ու իր շրջապատում գտնվող բոլոր մարդկանց կյանքը։ Ես ուղղակի զզվում եմ իրանից։ Կարծում եմ չես կարող։ Իմ վատ տրամադրության պատճառը Ներսեսն է։ Պատկերացնում ես հայրդ վերցրել ու նեղացել է ինձանից, որ ես իրեն չեմ ասել, որ դու եւ Կարոն նորից միասին եք։ Բայց մի րոպե, պապան որտեղից գիտեր, որ դուք տեղյակ եք։ Միշո, Միշ ուր գնացիր։ Միշ, վախենում եմ արդեն որտեղ ես։ Միշո, Միշ դարի։ Ուր գնացիր, Միշ։ Դու բոլորի կյանքը փչացնելով ման ես գալի, լսում ես։ Ատում եմ քեզ։ Ձայնդ կտրիր։ Ինչ կա կատակում ստեղ, ինչ գործ ունես տեղել են։ Եկել եմ սրա դիմակը պատրեմ։